մի խնդրանք էլ իմ կողմից, էլ իմ կարծիքով մենք ավելի շատ խնդրեմ ունենք տոռերի կազմելու հետ, քան գնումների գործընթացի կազմակերպման, որովհետև գնումների կազմակերպումը աշխարհը մոդելներ ունի, մեկը պետք է ընտրենք էլեկտրոնային եւ կարծում եմ արդար կլինի։ Բայց մենք ավելի շատ բախվում ենք այն խնդրի հետ, որ կարողությունները նկարագրելու գնման առարկայի շատ թույլ են, անկեղծ պետք է լինենք ու առերեսվենք այդ խնդրի հետ։ Եվ դրանից գալիս է ավելի շատ է գալիս անարդարության մթնոլորտի այդ ձևավորումը, քան բուն process-ը գնումների, որը իրականության մեջ պարզ մրցույթ է կամ աճուրդ, այս կամ այն ձևով, բայց մենք ուղղակի պետք է կարողանանք այնց մանրամասն եւ տրամաբանական նկարագրենք գնման առարկան, որովհետեւ միակ հարցը մնա գինը, այլ ոչ թե արժեքը, այլ ոչ թե բազմաթիվ այլ գործոններ, որոնք մեկ էլ գնման արդյունքում ի հայտ են գալիս, ու շատ դեպքերում ստացվում է, որ գնման արդյունքը պայմանավորված է ոչ թե գնով, այլ բազմաթիվ այլ հանգամանքներով, որոնք ենթադրված են եղել գնման առարկայի մեջ։ Առավել եւս, երբ որ մենք այնուամենայնիվ ուզենք թե չուզենք առարկա գնելուց պետք է գնանք ծառայություն գնելու տրամաբանությանը, իսկ եթե մենք սկսենք ծառայություններ գնել, ինչ որ շատ ավելի արդյունավետ է, այդ դեպքում նկարագրությունը գնման առարկայի ավելի բարդ է դառնում։ Դա օբյեկտիվ, ես չեմ ասում, որ դա կանխամտածված է, դա օբյեկտիվորեն աշխարհում այդ process-ը բարդանում է։ Եվ ինչքան լավ մենք նկարագրենք գնման առարկան, այդքան շատ ավելի քիչ խնդիրներ կունենան գնումների գործընթացի արդարության եւ մասնակցության հետ։ Շնորհակալություն։